Գիտակցություն։ Բոլորը կարծում են, որ հասկանում են այն, չէ՞ որ մենք ապրում ենք, մտածում և գործում։ Բայց արժե լրջորեն հարցնել, որտեղից է այն առաջացել, և այստեղ սկսվում է կռահումների, միստիցիզմի և գյուտերի մի հոսք։ Ոմանք մեզ ներքաշում են հոգու մասի կրոնական պատմությունների մեջ, մյուսները տեսություններ ձևավորում ինչ-որ համընդհանուր մտքի կամ մատերիայից դուրս բանականության մասին։ Այս տարբերակները ոչ միայն տարօրինակ են, այլև խանգարում են մեզ հասկանալ գլխավորը։ Երբ գիտակցությունը վերածվում է առեղծվածի, կտրվում ամնից, բնությունից, աշխատանքից, մենք հեռացնում ենք մարդուն հասկանալուց։ Մենք գիտելիքը փոխարինում ենք երևակայությամբ։ Եվ երբ մարդիկ չեն հասկանում, թե որտեղից են գալիս, նրանց հեշտ է կառավարել։ Բարև բոլորին։ Մենք անկեղծորեն կխոսենք գիտակցության մասին։ Ոչ մի հրաշք, ոչ մի դատարկ արտահայտություն։ Գիտակցությունը երկնքից ընկած առեղծված չէ։ Սա իրական նյութական զարգացման արդյունք է։ Սա մի բան է, որը ոչ թե ոչ մի տեղից է հայտնվում, այլ բնությունից, փոխազդեցության, փորձի պրակտիկայի միջոցով։ Սա հենց այն է, ինչ մենք կվելուծենք քայլ առ քայլ, իսկապես, առանց խաբեության։ Բաժանորդագրվեք այս մեր կարիքին, և մենք սկսում ենք։ Նյութը առաջնային է, գիտակցությունը երկրորդային։ Ամեն ինչ սկսվում է մի պարզ բանից, ոչինչ ոչ մի տեղից չի առաջանում։ Ոչ գիտակցությունը, ոչ միտքը, ոչ էլ բանականությունը հանկարծակի չընկավ մարդու վրա։ Դրանք ինքնուրույն գոյություն չունեն։ Մտածելու համար ուղեղ է պետք, և ուղեղը մարմնի մի մասն է։ Մարմին, որը զարգացել է բնության մեջ և փոխազդում է դրա հետ։ Գիտակցությունը որևէ կախարդական ուժ չէ։ Սա բարձր զարգացած նյութի, ուղեղի կողմից կատարվող գործառույթ է։ Քարը չի մտածում, բակտերիան արձագանքում է, բայց չի գիտակցում։ Կենդանիները զգում են, հիշում, կողմնորոշվում, և սա արդեն իրականության արտացոլումն է։ Բայց միայն մարդը կարող է ոչ միայն ընկալել աշխարհը, այլև հասկանալ այն, հարցեր տալ և ապագայի պատկերներ կառուցել։ Սա գիտակցություն է, աշխարհի արտացոլման բարդ ձև։ Կարևոր է հասկանալ, որ գիտակցությունը օդում չի լողում։ Այն գոյություն չունի մարմնից առանձին, աշխարհից առանձին։ Այն ծնվում է նյութից, զարգանում է դրա հետ և կախված է դրանից։ Քանդեք մարմինը և գիտակցությունը կանհետանա։ Փոխեք ձեր ուղեղի աշխատանքի ձևը և դուք կփոխեք ձեր ընկալումը, ձեր մտածողությունը, նույնիսկ ձեր անհատականությունը։ Սա փիլիսոփայություն չէ։ Սա փաստ է, որը հաստատվում է հենց կյանքի կողմից։ Գիտակցությունը առեղծված չէ։ Սա երկար ճանապարհորդության գագաթնակետն է, պարզ կենսաձևերից մինչև մարդ։ Եվ դա հասկանալու համար պետք է նայել ոչ թե երկնքին, այլ իրականությանը։ Սա հենց այն է, ինչ մենք կանենք հաջորդիվ։ Մինչ առաջացնելը եկեք մտածենք հետևյալ հարցի մասին. Արդյոք կապիկները ունեն գիտակցություն։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Ուղեղի և գիտակցության էվոլյուցիան։ Գիտակցությունը հանկարծակի չհայտնվեց, ինչպես պարզ երկնքից կայծակը։ Այն դրսից ոչ մեկի կողմից չի միացվել։ Այն աճել է։ Այն զարգացավ քայլ առ քայլ մարմնի, ուղեղի, իրական աշխարհում կյանքի հետ միասին։ Ամենապարզ արարածները ուղեղ չունեն, բայց նրանք արդեն ունեն ռեակցիա, լույս, ձայն, հպում։ Սա արտացոլման սկիզբն է։ Ավելի բարդ կենդանիները ունեն ավելի զարգացած նյարդեր, ընկալիչներ և տարրական հիշողություն։ Կենդանիները սովորում են հիշում հարմարվում։ Ուղեղը աճում է և դրա հետ մեկտեղ աճում է աշխարհում կողմնորոշվելու ունակությունը։ Եվ հետո գալիս է վճռորոշ քայլը՝ աշխատանքը։ Երբ հին մարդը սկսեց գործիքներ պատրաստել, գիտակցաբար գործել և փորձ փոխանցել, կատարվեց մի թռիչք։ Ձեռքերով աշխատելը փոխեց մարդու ուղեղը։ Համատեղ գործողությունները պահանջում էին հաղորդակցություն, առաջացավ լեզուն։ Եվ լեզվի հետ միասին եկավ իրական միտքը ոչ միայն արձագանքելու, այլև իմաստալից գործելու, պլանավորելու, վերլուծելու, տեղեկատվություն փոխանցելու ունակությունը։ Գիտակցությունը պարգև չէ, սա արդյունքն է աշխատանքի փոխազդեցության զարգացման արդյունքը։ Սա բնության արձագանքն է նոր մարտահրավերներին։ Երբ մտածելու անհրաժեշտություն առաջացավ, հայտնվեց մտածողությունը։ Երբ անհրաժեշտ դարձավ հասկանալ ուրիշներին, հայտնվեց լեզուն։ Երբ մարդը սկսեց փոխել իր շրջապատող աշխարհը, նա ինքն էլ փոխվեց։ Գիտակցությունը աճեց նյութից, ինչպես ծառը հողից։ Եվ մարդը գործում է, ստեղծագործություն սովորում, այն շարունակում է զարգանալ։
Լեզու եւ հասարակություն միջավայր, որտեղ ծնվում է գիտակցությունը։ Գիտակցությունը միայն անհատական գործընթաց չէ։ Այն չի աճում մեկուսացված մենության մեջ։ Առանց հասարակության, առանց հաղորդակցության, առանց փորձի փոխանցման ոչ մի գիտակցություն ի հայտ չէր գա, որովհետև միտքը ապրում է ոչ թե լոզության մեջ, այլ բառերի մեջ։ Լեզուն ավելին է, քան պարզապես խոսելու հարմար միջոց։ Այն մտածողության գործիք է։ Մենք մտածում ենք բառերով։ Երբ երեխան մտածում է առանց հաղորդակցության, նա լիարժեք գիտակցություն չի զարգացնում։ Եվ հակառակը, որքան հարուստ է խոսքը, այնքան ինտենսիվ է հաղորդակցությունը, այնքան խորն է աշխարհի ընկալումը։ Գիտակցությունը համատեղ կյանքի արդյունքն է։ Մտածել նշանակում է օգտագործել մեզնից առաջ կուտակված, մեզ փոխանցված գիտելիքները։ Մեզնից յուրաքանչյուրը սկսում է ոչ թե զրոյից, այլ մակարդակից, որին հասել է մարդկությունը։ Առանց այս ժառանգության մարդը չի ունենա ոչ փիլիսոփայություն, ոչ գիտություն, ոչ էլ ընդհանրապես ներաշխար։ Մարդը խելացի է դառնում ոչ միայն այն պատճառով, որ ուղեղ ունի, այլ որովհետև նա ապրում է ուրիշների մեջ, սովորում եւ գործում է նրանց հետ միասին։ Իմաստալից գործունեությունը միշտ կոլեկտիվ է։ Գիտակցությունը աճում է աշխատանքի, հաղորդակցության եւ մշակույթի միջոցով։ Եվ լեզուն այն թելն է, որը մեզ կապում է ուրիշների եւ մեզ հետ։ Առանց լեզվի մարդը ոչ կարող է ճիշտ մտածել, ոչ էլ ինքն իրեն հասկանալ, եւ առանց հասարակության նա չի կարող մարդ դառնալ։ Ինչու են գիտակցության այլընտրանքային տեսությունները փակուղի։ Երբ մարդը հանդիպում է ինչ-որ բարդ բանի, միշտ կգտնվի մարդիկ, ովքեր կառաջարկեն ավելի բարձ բացատրություն։ Մի հասկացիր, պարզապես հավատա։ Նույնն է նաեւ գիտակցության հետ։ Այն նյութի զարգացման արդյունքում հասկանալու փոխարեն մեզ գերակրում են հին հատասպերներով, նոր փաթեթավորմամբ։ Ոմանք ասում են, որ գիտակցությունը հոգին է, մյուսները այն անվանում են համընդհանուր միտք, մտքի էներգիա կամ գիտակցության քվանտային դաշտ։ Գիտական բառեր գեղեցիկ ձևակերպումներ, բայց դրանց հետևում դատարկություն է։ Դա փորձ է խուսափելու դժվար հարցերից, թաքցնելու անտեղարկությունը արեկցվածի շերտի տակ։ Խնդիրն այն չէ, որ նման տեսությունները տարօրինակ են։ Խնդիրն այն է, որ դրանք խանգարում են մտածողությանը։ Դրանք խանգարում են իրական պատասխանների որոնմանը, դիտարկմանը, ստուգմանը, համեմատությանը։ Մարդկանց սովորեցնում են հավատալ, այլ ոչ թե հասկանալ։ Եվ սա ոչ թե գիտելիքի, այլ լճացման ճանապարհն է։ Գիտակցությունը կախարդանք չէ։ Հիանալի լինելու համար հեքիաթներ պետք չեն։ Հակառակը, որքան ավելի ենք հասկանում, թե ինչպես է այն ձևավորվում, այնքան ավելի են գիտակցում մարդկային բնության ողջ խորությունն ու զորությունը։ Ոչ թե գլխում գտնվող տիեզերքը, այլ միլիոնավոր տարիների զարգացման, աշխատանքի, հաղորդակցության եւ հասկացողության համար պայքարի արդյունքը։ Այսպիսով ամեն ինչ պարզ է։ Եթե որևէ տեսություն շեղում իրականությունից, պրակտիկայից, նյութից, այն չի բացատրում գիտակցությունը։ Նա պարզապես թաքցնում է ճշմարտությունը մեզնից։ Մարդը բնության եւ հասարակության արդյունքն է։ Գիտակցությունը կախարդանք չէ, ոչ էլ աստվածային պարգև։ Այն մարդու բնության եւ հասարակության հետ փոխազդեցության արդյունքն է, ուղեղի զարգացման արդյունք, պրակտիկայի եւ հասարակության գործունեության միջոցով։ Մտածել, զգալվելուց այս ամենը հնարավոր դարձավ միլիոնավոր տարիների էվոլյուցիայի աշխատանքի հաղորդակցության շնորհիվ։ Մարդը օժտված չէ պատրաստի գիտակցությամբ։ Մենք բոլորս մեր ժամանակի, մեր միջավայրի արդյունքն ենք։ Մարդը ուղեղը սկզբից ի վեր նախատեսված չէր աբստրակցիաների համար։ Նա դարձավ այն, ինչ մենք նրան ճանաչում ենք դարերի ընթացքում, բնության հետ փոխազդեցության, աշխատանքի եւ հաղորդակցության միջոցով։ Ամեն ինչ, ինչ մենք մտածում ենք, ամեն ինչ, ինչ մենք զգում ենք, ձևավորվում է այն աշխարհում, որտեղ մենք ապրում ենք։ Ոչ ոք չի ծնվում պատրաստի գաղափարներով կամ հայեցակարգերով։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր գիտակցություն զարգանում է հասարակության համատեքստում։ Ամեն ինչ, ինչ մենք գիտենք, սովորում ենք ուրիշներից, լեզվի մշակույթի սերունդների փորձի միջոցով։ Այսպիսով գիտակցությունը աշխարհից անջատ ինչ-որ բան չէ։ Այն ապրում է դրա մեջ, զարգանում է դրա մեջ, փոխվում է դրա հետ։ Եվ քանի դեռ մենք հասկանում ենք, թե ինչպես է այն առաջանում, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Գիտակցության մասին գիտելիք է մեր մասին, աշխարհում մեր տեղի, մեր պատմության եւ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում ապագայում։ Ոչ մի ածասպեր, ոչ մի կախարդանք, ոչ մի թաքնված իմաստ։ Այսպիսով պարզ դարձավ, որ գիտակցությունը բարձր կազմավորված նյութի ուղեղի գործունեության արդյունքն է։ Հավանեցիք տեսանյութը,
Ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։